Եվ ընդհանրապես շատ բնորոշիչ է, երբ որ այդ քարոզչա մեքենան ուղղակի հարձակում է գործում ինչ-որ մեկի վրա, նշանակում է, որ ցարին դուր չի եկել այդ ինչ-որ մեկը եւ իր արած պատասխանները, իր արած հայտարարությունները։ Ընդհանուր առմամբ ես այսպես ասեմ, առանց էմոցիաների եւ առանց հայտարարությունների, ներողություն, առանց այսպես գորգռոցի Պուտինի բարձրացրած յուրաքանչյուր հարցին, յուրաքանչյուր հարցադրմանը տրվել է շատ հստակ, շատ կոնկրետ, շատ բովանդակային պատասխան։ Եվ ինքը չէր սպասում դա, մանավանդ տեսախցիկների առաջ ինքը չէր սպասում դա։ Ես ասեմ ավելին, ես երկար ժամանակ մտածում էի ինչի համար ինքը կներեք այս արտահայտության համար փուրը տվեց իր գործընկերներին ստեղ եւ ասեց դրանք մեր մարդիկ են ըստ էության։ Օրինակ ինչ հաշվարկով դա արեց եւ գիտեք ինչ եզրակացության մեկ է, ինքը այնքան իրականությունից կտրված է, որ իրան թվում է թե իր աջակցությունը Հայաստանում մարդկանց ձայներ է բերում, որ այ եթե ինքը ինչ-որ մեկին աջակցում է Հայաստանում, այդ ինչ-որ մեկը հավելյալ ձայներ է ստանում, ոչ թե կորցնում է։ Մինչդեռ երբ որ ինքը ինչ-որ մեկին աջակցում է, այդ ոնց որ բանը լինի, այն սև բաների, չէ, ծովահենների մոտ սև մարկա կար, որ այդ ում ձեռն տալիս են, այդ պիտի մեռնի։ Մոտավորապես նույն բանը ում որ ինքը աջակցում է, դա քաղաքական դիակ է այս երկրում դառնում։ Այդ նրբությունը ինքը իմ կարծիքով չի ընկալել, որ ինքը ամենաշատը փչացրեց Կարապետյաններին, երբ որ իրանց աջակցություն հայտնեց ըստ էության։ Այսինքն արչի ծառայություն։ Եվ եթե նկատել եք Կարապետյանը ասում է այդ մեզ չի, մեր անունը չի տվել։